ոչ հայկական աղբյուրները, դրսի աղբյուրները ինքն էլ եկել այդ հետևության, որ այդտեղ ինչ-որ խնդիրներ կա, որ Տրդատ թագավորը նա ով իսկապես արշակ ունի, նա ինքը չի տարածել քրիստոնեությունը։ Նրան սպանել են, փոխարենը եղել է Հա, ինչ որ այդ վերսիա ես հանդիպել եմ երկու տեղ, ես դա ներառել եմ գրքի մեջ, բայց վերջում էլ ճիշտ է սա գեղարվեստական է կարող է դա չէ, բայց վերջում, եթե հիշում եք հերոսները իր հետ միմյանց հետ որ խոսում են, էլի ասում են, արդյոք ճիշտը սա է։ Այո։ Թե իսկ մյուսը ասում է, իսկ արդյոք այն Որտեղ դա։ Արդյոք հավատում եք Շահաբի ասածներին, որ հենց Տրդատին սպանել են, մյուս հերոսը ասում է, իսկ արդյոք հավատարժան է այն մյուսը, որ շրջանառվում է, որ խոս դարձավ արածում էր շամբուտներին։ Չէ՞ որ մարդը խոս չի դառնում, դա հավատարժան է։ Չգիտեմ, ինչքան էլ մոլերանտ հավատացյալ լինեն կամ հեքիաթների հավատանք թե չէ, մարդը խոս չի դառնում։ Նման բան չկա, գոյություն չունի եւ ոչ էլ հետո։ Գիտեմ, ամենայն դեպս թող ընթերցողը կարդա եւ ինքը այստեղ պիտի նաև տրամաբանությունը աշխատել, ասենք, որքանով է քեզ համոզիչ այն մյուսը, որքանով է քեզ համոզիչ այս մյուսը։ Գուցե կարող թվա երկրորդական հարց է, ասենք 2000 տարի ինչ-որ դեպք է եղել այսպես թե այնպես, բայց սեփական անցյալը եթե մենք չիմանանք, ինչպես հարկն մենք ապագայել չենք ունենա։ Դուք Գրիգորի ճակատագիրն եք փոխել կամ չեմ փոխել, ես դրանել եմ հանդիպել, միջայլոց էլի կա, միջև հիմա հայտնի չէ ինքը ինչու լքեց գնաց երբ ամբողջ Հայաստանի մեծ մասը իրենն էր ու գործել կիսատեր մնացել, ինչու թողեց եւ հեռացավ, ասենք։ Ու չտերեսել հանդիպել եմ, որ ասենք թե ինքը թե Տրդատը, որ իբր Տրդատ էր նրանց, ասենք, այդ ճակատագիր են ունեցել։ Ես ես չեմ հորինել դա, ես ինչ որտեղ հանդիպել եմ, գուցե ինձ մոլորության մեջ են գցում նրանք ովքեր գրքեր են գրել այդ մասին։ Բայց նման վերսիա կա, որ էլի տրամաբանական է, որ ես ասեցի ինչու թողնում ես կիսատ այն գործը հանուն որի կյանքդ ես դրել այդքան արյուն ես թափել ու մեկ էլ ասենք գնում ես չգիտեմ լեռներ անհասկանալի է Իսկապես լավ գիրք է, սիրելի հեռուստադիտողներ, իսկապես խորհուրդ ենք տալիս ընթերցել եթե գնել որտեղ գնել իդեպ կա երկու գրախանութում Նոյան տապանում եւ Բուկինիստում հիմա անունը կարծեմ փոխել են Շատ անակնկալ մտքերի գուցե հանդիպեք, բայց կարծում եմ, որ արժե կարդալ, եթե իրերին եւ երևույթներին կսկսեք այլ աչքով նայել։ Ներողություն Սյուզի, ճիշտ ասած, այստեղ կարող է դավանաբանական, ինչ ասեմ, քննարկումների հարց էլ առաջանա, բնականաբար մենք պատրաստ ենք այս պահին այս տաղավարում ծավալելան, այն խորհուրդ կտամ, որ գիրքը ընթերցել նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, օրինակ ինձ համար շատ հետաքրքիր կլինի պաշտոնական տեսակետը, հայ առաքելական եկեղեցու պաշտոնական տեսակետը ինձ համար չափազանց հետաքրքիր կլինի այս գրքի մասին, չնայած կարելի է անտեսել ոչինչ չասել, բայց դա ընդամենը թույլ տարբերակ է իմ կարծիքով։ Ես առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով, որ ամենակարևորը ազգի շահն է, պետության շահն է եւ եթե դավանաբանական վեճեր կան, ապա այս գրքի մեջ էլ Պապ-թագավորը կարծես ասում է, թե մյուս հերոսներից, որ մենք իմացանք մեր ազգի առաքելությունը որն է, եկեք ըստ այդմ երկու հավատքները քննենք կամ իրենց հարցրենք, տեսնենք ով որ չափով է նպաստում մեր առաքելության իրականացմանը։ Եկեք այս տեսակետից նայենք։ Իսկ եթե իրենք պիտի վեճեն չգիտեմ հանուն ինչի, ես օրինակ չեմ ցանկանա խորանալ այդ վեճի մեջ, դրա համար հիմա էլ ես չեմ ցանկանում շարունակեմ այդ թեման։ Ես ընդհանրապես ասեմ, որ Պապ-թագավորը իմ կոնսերվատիվ հեղափոխություն գրքի, որը քաղաքական հետազոտություն է, ուսումնասիրություն է մարել փորձելով ելք գտնել ուրիշներ ինչպես են ելքեր գտնել նման իրավիճակից, Պապ-թագավորը այդ գրքի գեղարվեստական, պրակտիկ կիրառական տարբերակն է, ընդհանրապես, որ ավելի շատ ասած քաղաքական գործ է եւ թող ընթերցողը ոչ այնքան խորանա 4-րդ դարի իրադարձությունների մեջ վիճի, արդյոք Տրդատին սպանել են թե չեն սպանել, այլ այնտեղ դրվում է ծրագիր կա։ Ես դա չպետք է ասեի, բայց ասեցի։ Թող ծրագիրը վերհանեն նաեւ Պապ-թագավորն իրենց հետ։ Հավանական համարում եք, որ մեր օրերում հնարավոր է ունենալ նախագահ, որը արժանի հետևորդը կլինի մեր փառապանծ արքաների։ Հնարավոր է մեր օրերում։ Տեսականորեն չի բացառվում։ Ընդհանրապես ոչ։ Դուք որ իմանաք, այստեղ գրքի մեջ կա թե մեր արքաները ժամանակին ովքեր են եղել, հիշում եք։
Ինչպես էին քրմերը իրենց երեխա ժամանակ տանում դաստիարակում, ինչպիսի մարդ էին դաստիարակում, նա արդեն երբ որ դառնում էր չափահաս, իր մոտ արդեն չկար սեփականության զգացողություն։ Ինքը ընդամենը իմիկվա այդ կինոների ես համեմատում եմ այդ տերմինատորների հետ, որ իրենց գլխի մեջ չիպ է դրած, այս ծրագիրը պիտի անի, նրանց մոտ է դրված էր այդ պիտի լինի արդար եւ մի խնդիր ունի, իր ազգը պիտի տեղ ունենա աշխարհում, իր ազգը պիտի հասնի կատարելության Աստված։ Հանուն հայի, հանուն հայրենիքի։ Եվ հանուն Աստծո։ Այս իր մոտ դրված էր, այլ զգացողություն իրենք չունեին, ինչ որ մեկից մի բան վերցնեին, այս խանութը ինձ նման բան չկար։ Իսկ տեսականներ իհարկե մենք կարող ենք վերադառնալ ձեր ասացին, դա չի բացառվում, բայց շատ աշխատանք կա անելու եւ այս գիրքը դրա աղյուսներից մեկն է։ Մեր թագավորները երբ անից սկսած չեղան այնպիսին, ինչպիսին էին։ Արշակունիների վերջից։ Պապով, հա, որտեվ իրենք դեռ ասենք իրենց հետո թագավորի կարգին չեն ունեցել մի քանի տարի։ Քանի դեռ ունեցել են արքաներ, իրենք իրենց մեջ կրում էին դա։ Այս կամ այն չափով։ Իրենցից հետո ասենք բագրատունները շատ կարճ էր, ես պատմաբան չեմ կարող ասել դրանք, որ չափով էին կրում այն արժե համակարգը, որ քրմերը դնում էին թագաժառանգի օգում։ Ինչը չդրեց քրիստոնեական եկեղեցին։ Դե համենայն դեպս մենք չտեսանք թագավորը, դա մի քիչ։ Դուք ասում եք լավ մի ուղիղ հարցնամ, Պապ թագավորը դիցապաշտ էր, հեթանոս էր, Պապ թագավորը հեթանոս էր։ Կա վերսիա, որ իր մայրը իրեն այդ դավանանքի մեջ էր պահում նաև եւ դրա համար էլ իր մասին պատմիչներ ասում են, որ օծեր էին վխտում իր մարմնի շուրջ, ինքը դև էր եւ այլը, եւ վախացնելու համար հայ մարդկանց, ամոթ բան չի եւ իր ժամանակ եւ իր պապի ժամանակ նույնիսկ ռոմեական կայսր կար, Հովանես կարծեմ, նա էլ բաց թողեց, ասես թող մարդիկ ազատ լինեն հավատքի մեջ, հետո նրան սպանեցին, անուն դրեցին ուրացող։ Մերոնք էլ այդ շրջանում դավանանքի ազատություն հավանեն դեպի։ Եվ ասեց, խնդրեմ, ինչ է եղել, որ կարևորը ազգ եւ Աստված հիմա։ Այս կարգի հայտնի է, որ եկեղեցին հայոց դիցերին նաև դև անվանել է, այնպես որ դևերին պաշտել, դևերից աղալ լինելը մոտավորապես։ Հա, այս վերջերս ժամանակակից մի քրիստոնյայի մոտ հանդիպեցի Facebook-ում, ասում էր հին աստվածները բխում էին չարից, ես չգիտեմ, որ բանաձևով են ստացել դա, ես ինքս էլ այդպես հին աստվածապաշտ չեմ, բայց բանաձևերը չեմ հասկանում, ասենք մեկին սևացնելով ձեր առաջ եք տանում դա։ Ինչ է շահում դրանից ազգը։ Հոգևոր ծառայողներից կամ ժողովրդի, ինչպես ասում են, տերտերներից մեկը չեմ ուզում անունը տալ, տաղավարում ուղիղ եթերում ասաց, որ մինչև քրիստոնեություն ընդունելը հայ ժողովուրդը չգիտեր ինչ ասել է բարություն։ Հա։ Չգիտեր։ Ծաղալու բաները։ Ուրեմն իրեն ասենք թող կարդա հին արաբական ազգը, երբ որ մի արաբ գալիս է Հայաստան եւ տեսնում է ինչ է կատարվում, դա կարծեմ գրքի մեջ կա, թե իմ մեկ այլ հոդվածի մեջ է։ Մի քանի օր շրջում է Հայաստանում եւ ասում է ոստիկան չտեսա։ Ուր են ձեր ոստիկանները։ Եվ մարդը գրում է, զարմացած հայերը ինձ ասացին, ոստիկան ինչի համար է։ Ասենք թե գող կլինի, ավազակ կլինի, հասարակական կարգ ու կանոն պաշտպանեն, չարություն չանեն։ Եթե չարություն չեն, շարքը բարություն չի անում։ Մի քանի օր անցնում ասում են ձեր հարկահանները։ Մարդիկ ասում են, ինչի համար են մեր հարկահանները պետք էլի։ Դե գան, ստուգեն, արդյոք դուք խափում եք տեղական ինքնակառավարման մարմիններին, դուք արդյոք ձեր բերքից տվել եք։ Ասում են, բայց մենք կարգ ունենք, որ համաձայն որի ես պիտի իմ 10 պարկ, ասենք, ժամանակի կարտոֆիլ չկար, ցորենից պիտի տամ մեկը համայնքին, որը պիտի գնա զինվորին, թոշակառուին եւ այլն։ Ես ինչպես կարող եմ իմ եղբորը չտալ։ Ինչա նշանակում սեփական ազգակցից գողանալ ու թաքցնել։ Բարությունը ո՞րն է։ Մի քիչ էլ անցնում է, ասում են, բա ուր են ձեր իշխանավորները։ Ասում են, բայց իշխանավորը մեր ինչին է պետք է, եթե մենք ոստիկան չունենք, հարկահան չունենք, մենք օրենքներ ունենք, այդ օրենքները հարգելով մենք ապրում ենք։ Իրաք թող մի քիչ շատ ավելի շատ կարդան հին պատմությունը։ Այս վատը գիտեք ինչ է, երբ որ մենք մեր կենսագրության մի մասը ջնջում ենք, մենք երբեք դուրս չենք այս ճահիճից։ Ես ոչ այս կողմին եմ ուզում մեղադրեմ, ոչ էլ մյուս կողմին աստվածացնել, բայց եթե պատկերացրեք հիմա դու գնաք հիվանդանոց եւ պարտադիր պայման դնեք, ասեք 40 տարեկանից մինչև հիմա ինձ հետաքննեք, զննեք, ախտորոշեք, բայց որևէ մեկը չփորձեք, ասենք, բարձել եսով եմ եղել 40 տարեկանից առաջ,
բայց կարող է 40 տարեկան առաջ ես հիվանդացել Հիվանդություն կամ առողջ եղել ես հենց 40 տարեկանում, չէ։ Եթե մենք ուզում ենք դուրս գանք, ապա եկեք անաչառորեն քննենք մեր պատմությունը անհիշելի ժամանակից մինչև այսօր։ Անաչառորեն, եթե դա մենք չանենք եւ ամեն մեկը ասի ես եմ ճիշտը, դեպքում մենք կմնանք այդտեղ ու մենք այդտեղ չենք մնա։ Դուք շատ բաներ հերքում եք, չգիտեմ։ Երգում եք։ Ես չեմ հերքում, ես հարցեր եմ տալիս, ընդհանրապես ես դոգմաներով չեմ գնում, եթե ինչ որ բան ասում են, ես իրենց հարց եմ տալի։ Իսկ սա, եթե դուք ճիշտ եք, խնդրեմ հանեք մեզ այս փոսից, ի՞նչն է խանգարում։ Բայց եթե դուք խոսում եք, ես զգում եմ, որ դուք ինչ որտեղ ճիշտ չեք։ Մի անգամից մեկը զանգել հրավիրում էր մի ինչ որ հաղորդման մարդկության վերաքրիստոնեացում, ես ասացի, իսկ գուցե ողջ պատմությունը նայենք մարդկության, էլի, տեսնենք, ասենք մենք հայերս քրիստոնեությունից առաջ ինչպիսի հանրություն ենք եղել, գուցե ինչ որ ընդօրինակելի տարրեր ունեն եւ այդ հրավիրողը զարմացած ասում էր, ինչի հայերը քրիստոնեությունից առաջ հանրություն են եղել։ Պատկերացնում ես, հանրություն չեն եղել, բայց եղել են աշխարհների զորներից մեկը։ Լավ, այդ մասով չծավալվենք դա։ Հերոսներից մեկը անդադ գրքեր, մատյաններ, ձեռագրեր է հանում։ Ինչ այբուբենով էին կարդում։ Ճիշտ ասած, սա մինչև Մաշտոցներ է։ Անդոն Մաշտոցը այնտեղ փոքր երեխա կա, կարծես։ Հա, դե ճիշտ ասած, ես էլ ասեմ, ոչ բոլոր հարցերի պատասխանը գիտեմ, բայց ես շատ լավ գիտեմ, որ ժայռապատկերների վրա շատ ավելի հին, քան Մեսրոպ Մաշտոցը բերել է տառերը, այդ տառերի մեծ մասը կա։ Ես ունենք մի գիրք եմ կարդացել, որտեղ հիմնավորում էին, որ նույնիսկ տառերը աստղերի շարժումների արձանագրումն է, ասենք, թղթի քարի վրա եւ այլ ինչ որ տեսել են աստղ այստեղ, որտեղ էլի տրամաբանական է, ասենք, էլի։ Այն որ տառերը շատ ավելի շուտ եղել են ակնհայտ է, բայց իսկապես կամ ամբողջովին են վերացրել, կամ վերցրել, որ ասենք այդ լեզուն եղել է, այսպես ասած, էլիտար լեզու, այդ վերջին ես եմ լսել դրա պնդողը չեմ, որ ասենք վերիշերտն է, ասենք դա օգտագործել, էլի կան, չէ, երկրներ, որտեղ ասենք մի քանի լեզու ունեն։ Հռոմում էլ այդպեսի կային գրքեր, որը այլ լեզվով են գրած ու ասենք ամեն մարդ չէր կարելի կարդալ։ Այս կարգի բաներ կան, բայց իրականը ավելի լավ է մասնագետ էին հարցրել, ես քաղաքական գործիչ չեմ, որ ամեն ինչի մասին չկան։ Չգիտեմ, այրվեցին, գետը նետեցին։ Դե այդքան դժվար չէ հասկանում եք ինչ որ բան այրելը, ասենք, մի քանի 100 տարի բարդ է։ Ոչնչացնել է։ Գիրքը պետք է ասել, որ մեկ շնչով է ընթերցվում, ձեռքդ վերցնում ես ու մեկ էլ տեսնում ես հաջորդ օրը ավարտեցիր, 150 էջ է։ Ինչքան ժամանակ եք աշխատել։ Մի ամբողջ 150 էջ։ Ուրեմն մեկը գրեց, որ գիրքը կարդացել եմ մեկ շնչում, ես ասի ես խիստ նեղացած եզանից, ամբողջ 2 տարի ես չարչարվել եմ, նախ նյութեր եմ հավաքել, նույն պատասխանը ինձ տվեց անգելասում, նյութեր եմ հավաքել, աղբյուրներ եմ ուսումնասիրել, հետո մտնում ես այդ ժամանակի մեջ, գրում ես, հետո անընդհատ փոխում ես, մինչև որ դա արդեն քեզ դուր գա ու քո բոլոր հարցերը լինեն, այս գիրքը էլի հեշտ եմ գրել 2 տարի տևեց։ Հիմա ինչ որ բան կփոխեի, կվերաշարադրեի գրքում։ Չէ, գիտեք, գիրքը շուտ է գրել, հա։ Չէ։ 2012-ին է նոր է լույս տեսել, բայց շուտ է գրվել։ Չէ։ Նոր եմ ավարտել։ Այս տարվա գարնանը ավարտեցի, մի քանի ամիս թողեցի հնանա, հետո վերջի անգամ ոչ մի պարբերության ձեռք չէիք, տակ թողնեիք այնպես ինչպես։ Գիտեք, գիրքը ես ինչպես եմ զգում, որ ավարտել եմ, որ արդեն էլ չես ուզում ձեռք տաս։ Իսկ մինչև այդ անընդհատ քեզ քաշում է, որ դու փոխես, հետո վերջում արդեն ոնց որ հոգնես, ասում ես վերջ, ազգում ես որ պատրաստ։ Մեր էպոսի մեջ վերջում որ հովիվը հարցնում է փոքր մեհերին, պատասխանը ոնց է, չէ, երբ որ ծորենը դառնա ընկույզի չափ, գարին, չգիտեմ, վերջը դուք մոտավորապես մի բան ասում եք վերջում։ Ես նույնիսկ մի հոդված ունեմ փոքր մեհերի դուրս գալու ժամանակը։ Ես այսպես եմ ընկալել, որ փոքր մեհերը ինքը էպոսին էլ պետք չի վերաբերվել որպես այսպես ֆիզիկական կերպարներ։ Դրա մեջ շատ բարդ է, մասնագետներ կան, որ բարդ կերպով են ներկայացնում։ Իմ կարծիքով փոքր մեհերը դա համակարգ է։ Եթե մենք այդ համակարգը կորցրել ենք, եթե մենք կարող ենք վերականգնել այդ համակարգը, իսկ այդ համակարգը մենք շատ շուտ ենք ունեցել։ Եթե կվերականգնենք, այդ դեպքում մենք չենք զգա, որ ինքը եկավ։ Համակարգ նոր կբերվի, այլ ձև արվում է, որ համակարգը վերագտնելու համար։ Առանձին մարդիկ մտորում են, մտահոգ են, առայժմ այսքան ու այդ մարդիկ իշխանական համակարգից դուրս են։
Վերջում ասում եք մինչև Արարիչը բարեհաճի ձեր կողմից սպանված թագավորին նորեն ուղարկել ձեր երկիրը, եթե իհարկե դուք արժանի լինեք դրան։ Եթե դուք արժանի եք, ուրեմն հարկավոր է արժանի լինել, ոչ նորից գա պապ թագավորը նոր գա կամ մհերը նոր գա։ Արժանի լինելը այդպես չի, որ բոլորս այսպես ընկնեն գետնատարած եւ աղոթենք, որ եկ։ Դա նշանակում է մենք որպես հանրություն ինչ որ քայլեր պիտի անենք, որ արժանի լինենք։ Իսկ այդ քայլեր անելուց հետո ինչ որ ժամանակ հետո էլ կարիք էլ չի ինչ որ մեկը գա։ Արդեն իրականությունը փոխված կլինի եւ այլ իրականություն կլինի։ Մասուրն էլ կլինի ձեր ասած։ Շնորհակալություն։ Մեր խնդիրներն այսօր անդրադառնալ Պապ թագավորին, այսինքն որպես գեղարվեստական գործի ու նաև ինչու՞ չէ պատմական իրողություններին փորձել այլ կերպ նայել։ Իսկապես հետաքրքիր գիրք է, փորձեք գտնել գրախանութներում, ընթերցեք որոշ պահերի կարող է տարակարծություններ առաջանան, գուցե համաձայնեք որոշ տեսակետների հետ, գուցե ոչ, բայց կարծում եմ արժե ընթերցել անպայման։ 100% համաձայն եմ, այսքանն ասեմ, եւ մեր խմբագրությունում այս ցեցը ինչպես ժողովուրդն է ասում, ընկել է եւ բոլորը կարդում են, խորհուրդ ենք տալիս, կներեք որ ձեր ներկայությամբ ենք ասում, բայց կեցեք։ Ես վաղուց հաղթահարել եմ այդ парքի կամ ինչ-որ ինքնամեծարումի շրջան։ Նպատակ ունեմ, ուրախ կլինեմ, եթե ասենք իմանամ, որ գոնե կես։ Շնորհակալություն, որ եկաք եւ այսօր զրուցեցինք ձեր գրքի մասին։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր ժամանակը թերևս ավարտվեց, սիրելի հեռուստադիտող, ինչպես ասում են, այսօրվա համար էլ այսքանը, մենք աշխատում ենք ամեն օր եւ երաժշտական բարձր լավ նոտայով էլ ավարտում ենք այսօրվա ծրագիրը, վաղը ձեզ կողջունենք Գոռնումերին։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։